Բարև իմ շատ սիրելի հայրենակից։ Արմատ մեդիայի եթերում Ադրբեջանի կուլիսներում հերթական հաղորդաշարն է։ Վերջին ամիսներին Ադրբեջանը ընդունել է մի շարք սահմանադրական փոփոխություններ Նախիջևանի ինքնավար հանրապետության վերաբերյալ։ Չնայած Ադրբեջանի քաղաքական վերնախավը սա ներկայացնում է որպես կառավարման համակարգի արդիականացում, սակայն իրականում սրա տակ թաքնված է մեծ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային խաղեր։ Առաջին կարևոր փոփոխությունը վերաբերվում է Նախիջևանի ինքնավար կառավարման համակարգի հիմքին։ Նախկինում Նախիջևանի սահմանադրական նախաբանում նշվում էր, որ ինքնավարության հիմքում ընկած են 2021 թվականի Մոսկվա եւ Կարսի պայմանագրերը։ Նոր փոփոխություններով այդ հղումները հանվել են սահմանադրությունից։ Այս պայմանագրով սահմանվում էր ոչ միայն Նախիջևանի կարգավիճակը, այլ նաեւ որոշակի քաղաքական դեր, ինչպես անվտանգության, այնպես էլ կարգավիճակի մասով։ Իսկ երբ այդ երկու հղումները հանվում են պայմանագրից, Բաքուն ինքնաբերաբար ստանում է ավելի լայն իրավական լիազորություններ։ Այսինքն Բաքուն իրավական առումով նվազեցնում է արտաքին ազդեցությունը եւ փաստացի ամրագրում իր լիազորությունները Նախիջևանի շուրջ։ Երկրորդ կարևոր կետը վերաբերվում է Նախիջևանի իշխանությունների լիազորություններին։ Սահմանադրության մեջ ավելացել են նոր հոդվածներ, որոնցով Բաքվի կենտրոնական իշխանության ազդեցությունը մեծանում է։ Օրինակ, նոր դրույթներով Ադրբեջանի նախագահը ստանում է ավելի լայն հնարավորություններ վերահսկելու կամ նույնիսկ լուծարելու Նախիջևանի խորհրդարանը որոշ իրավիճակներում։ Նոր սահմանադրական փոփոխություններով Նախիջևանի իշխանությունները արդեն իսկ ունեն լայն կախվածություն Բաքվի իշխանություններից։ Վերջին 2-3 տարիներին Բաքուն էապես նվազեցրել էր Նախիջևանի ինքնուրույնությունը, իսկ թե ինչպես թվարկեմ։ Առաջին լուծարել էր տեղական ուժային կառույցների ինքնուրույնությունը։ Երկրորդ, ֆինանսական համակարգը տեղափոխել էր Բաքվի վերահսկողության ներքո։ Երրորդ, սահմանափակել էր տեղական քաղաքական ինստիտուտների ինքնուրույնությունը։ Եվ չորրորդ, այժմ իրականացնելով սահմանադրական փոփոխություններ, փաստացի ամբողջությամբ իր ձեռքը վերցրեց Նախիջևանի հանրապետությունը։ Առաջին հայացքից Նախիջևանի սահմանադրության այս փոփոխությունները թվում են տեխնիկական կամ վարչական քայլեր, բայց իրականում դրանք ունեն 3 հիմնական մոտեցում։ Առաջինով նվազում է Նախիջևանի ինքնավարությունը։ Երկրորդով ուժեղանում է Ադրբեջանի կենտրոնական իշխանության վերահսկողությունը այդ տարածաշրջանի վրա։ Եվ երրորդով նախկին իրավական հիմքերը, այսինքն Մոսկվա եւ Կարսի պայմանագրերը, փաստացի դուրս են բերվում Նախիջևանի սահմանադրության իրավական հիմքից։ Այսպիսով, այս փոփոխությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը վերաձևում է Նախիջևանի եւ կառավարման եւ իրավական համակարգը, ամբողջությամբ այն կենտրոնացնելով իր ձեռքում։ Ձեզ հետ ես Ադրբեջանի հարցերով փորձագետ եւ միջազգայնագետ Գառնիկ Դավթյանս, լավ եղեք, կհանդիպենք։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։